Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 5-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 5-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը շատ բան չունեք, մյուս կողմից ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, ինչ-որ մի բան երջանկացնում։ Միայն դա են ուզում ձեզ ասել, որ ինչ-որ մի բան ցավեցնում է, ինչ-որ մի բան երջանկացնում։ Դե ցավի հետ մեկտեղ տխրություն չկա, դա նշանակում է, որ ցավը ձեզ չի վերաբերվում։ Նա ինչ-որ մի բան եք լսում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 5-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք հանդիպել ձեր մտերիմ հարազատին կամ նաև խոսել հետը։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոչ նվեր կարող եք ստանալ, դա կարող է հաջողության տեսքով է դա, ոչ թե ֆիզիկական, նաև դե հենց դա կարող է լինել իրոք որևիցե կարևոր նվեր, որը հաջողությամբ ձեռք կբերեք, գուցե մատչելի տարբերակով եւ այլն։ Երեկոյան կտատանվեք, կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, կամ ինչ-որ բանի մասին եք, որ տատանվում եք, նաև տրամադրությունը կարող եք գցել այդ, չգիտեք ինչ է, դրա համար եւս անտրամադիր եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։
Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 5-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երեխաների հետ կապված որից առիթ ունեք, հնարավոր է ուղղակի տունն են ցույց տալի ընտանիքը, որ միասին կլինեք, ինչ-որ մի բան կարող քննարկել, որոշել։ Նաև հղիություն է դա ծննդաբերություն, հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հանդիպում կունենաք, գումար կստանաք եւ սպասում եք մարդկանց, միգուցե սպասում եք ձեր երեխաներին, ձեր թոռներին կամ եթե առիթ է, ապա հյուրերին։ Եվ որևէ հնարավորություն այդ օրը ձեր ձեռքից բաց կթողնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 5-ին։ Հարգելի խեցգետիններ, ինչ-որ բաներ չունեք, այդ օրը առիթի են ձեզ հրավիրելու, կամ դուք եք առիթի հրավիրելու, կարող է ինչ-որ առիթ եք ստեղծել, եւ օձեր կան, բամբասան, խոսակցություն, այսպես չար վերաբերմունք ձեր նկատմամբ, միգուցե առիթի ժամանակ է այն տեղի ունենում, ոչ ոչինչ չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին նոյեմբերի 5-ին։
Հարգելի առուստներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Նաև սպասում եք, հնարավոր է սպասում եք ձեր հավատարիմ ընկերոջը, բարեկամին, ամենայն դեպս հանդիպում շփում ունեք իր հետ, նաև սպասում եք։ Եվ այդ օրը նաև գաղտնիք կբացահայտվի, ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, նաև կարող է հարցազրույցի եք մասնակցում կամ նմանատիպ ոչե պահերի։ Եվ ոչե իրադարձություններ են, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, այդ օրը եւս կկատարվի։ Նաև կարող է վերջին մեկ ամսվա իրադարձությունը ավարտվում կամ նաև հենց դա, այդ ամեն ամսվա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 5-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, այստեղ տխրություն չեմ տեսնում, բայց ինչ-որ հուզմունք կա, բայց գուցե դրա հետ է կապված, չգիտեմ։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, այդ օրը պետք է գնաք լուծեք, գուցե բժշկական կենտրոնն է, ուսումնական կենտրոն է եւ այլն, նաեւ կարող երեխաների հետ է դա կապված, հղիության հետ է դա կապված, պետական գործընթացներ են եւ այլն։ Նաև կարող է առիթ է երեխայի, որ պետք է գնաք։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, որտեղ կարող եք հուզված լինել եւ չհասկանալ ինչ եք անում, ինչ եք ասում, հետո արդեն ուշ լինի։ Կամ կարող է արտասվում եք կամ ինչ որ մի բան է, որ դրա հետ մեկտեղ կարող է ինչ որ քայլ անեք։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը։ Այդ օրը հրավերք ունեք որևիցե առիթի, նաև դա երեխայի առիթ է եւ օծեր կան այնտեղ, բամբասանք, խոսակցություններ, նախանձ, նման վերաբերմունք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերտներին։ Ինչ է սպասվում կշերտներին նոյեմբերի 5-ին։
Հարգելի կշերտներ, այդ օրը կարող սպասել ձեր մտերիմ անձնավորության երեխաներին, այսինքն ձեր հարազատի, ձեր բարեկամի երեխաներին։ Գուցե բերում է ձեզ մոտ, տեղ է գնում։ Նաև ձեր երեխաները այդ օրը ձեր նկատմամբ շատ հավատարիմ կլինեն, շատ մտերիմ կլինեք միասին, ինչ որ հետաքրքիր ուրիշ կերպ կլինի վերաբերմունքը։ Եվ սպասում եք ձեր ընկերոջը կամ զանգին կամ որ շփվեք կամ հանդիպեք եւ այլն։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք եւ որվա մեջ նաեւ տատանվում եք, ինչ որ հարց ծանրութ հետեւեք անում, ինչ բաների մասին կարող եք մտածել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 5-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, բիզնես առաջ կտանեք, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ։ Ոմանք ժամադրություն ունեն, ոմանք հանդիպում, շփում իրենց կամ պայմանավորվածություն ձեր հարազատ մարդկանց հետ եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նույնիսկ սիրային ժամադրությանն է վերաբերվում։ Կարող եք հիասթափվել, կարող եք դխրել նաև օրվա ընթացքում։ Ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, սիրահարվեք, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք։ Չգիտեմ, տխրությունը, հիասթափությունը սիրելիից է գալիս, թե գործնական հանդիպումից կամ գործնական խոսակցությունից։ Հյուր կունենաք կամ դուք եք գնալու հյուր եւ հաջողություն ունեք։ Օրը երկակի է եւ նա կա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 5-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը յուրաքանչյուր քայլանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք ինչ-որ մի բան, մի շտապեք, ոչ մի հարցում։ Եվ այստեղ սուտ կա, գումար տալու հետ կապված, միգուցե ասել են գումար կտանք, դեռևս չեն տալիս, կամ ինչ-որ փաստաթուղթ են ուղարկել, որ այդտեղ ինչ-որ գումար է, դա է ինչ-որ մի խնդիրներ ստեղծում, դեռևս չեք կարող ստանալ գումարը, ինչ-որ մի պահեր են այստեղ։ Սպասում եք նաև գումար վճարելու համար, սպասում եք նաև ինչ-որ մեկին, որ խոսեք արժեքի հետ կապված, այստեղ հանդիպում կունենաք, կամ նաև գումար փոխանցեք իրեն, ինչպես որ գումար ձեզ են տալիս, հետո գումար եք տալիս դուք։ Նաև փաստաթուղթ է սա, ինչ-որ գումար է մեջը գրած, կարող է նաև սուտ է։ Ինչ-որ բանը թուղթ եք ստանում, որտեղ մեջը ու այսքան պետք է վճարեք, կամ նամակ եք ստանում, SMS, որ այսքան պետք է վճարեք, բայց կամ դուք եք գումար ստանալու, եկեք ստացեք կամ ձեր բանկային տվյալներն ասեք գումար փոխանցեք, եւ այստեղ սուտ կա այստեղ։ Նաեւ եթե ուղղակի ասել են գումար կտանք ձեզ, դա կարող է նաեւ սուտ լինել։ Կամ եթե փոխանցել են նույնպես, անտեր լավ ուսումնասիրեք, նոր հետո եթե գործեր եք անում, անպայման լավ ուսումնասիրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 5-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է, հնարավոր է ինչ-որ մի գործողություններ եք անում տան հետ կապված, տուն եք մաքրում կամ գնում եք տուն նայելու եւ այլն։ Նաեւ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ինչպես կընդունեք, ընդհանրապես ամեն ինչն է ձեզանից կախված այդ օրը։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ կամ հարցազրույցի եք կամ պայմանագրի հետ եք կապված, տնօրենի հետ եք խոսելու։ Գործնական է խոսակցությունը յուրաքանչյուր մարդու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 5-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք,
Նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ բան կարող է ձեզանից գնալ, կամ ժամանակավոր է նաև ինչ-որ մեկից կարող եք բաժանվել, գումար կծախսեք կամ նաև գումարի մասին եք խոսելու։ Սեղանի շուրջ կնստեք, այնտեղ կարող եք հուզվել, ճանապարհում եք ինչ-որ մեկին եւ հուզվում եք եւ նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 5-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք գնալ վարության նման կենտրոն եւ տատանվում եք։ Ուրիշ ոչինչ չունեք այստեղ։ Նաև տատանվում եք, ինչ որ մի բան ծանրութեթև եք անում, միգուցե բժշկական այդ վայրից ինչ որ մի բան են ասել ձեզ, դրա դա եք ծանրութեթև անում, միգուցե պետք է ինչ որ մի բան վիրահատել կամ եւ այլն, ինչ որ պահեր են։ Կարող դրա այդ բացարձակ կապ չունի օրվա վերջ, մտածում ու գցում բռնում եք։ Այսքանը ձեզ համար կամ հիվանդ եք, պարկած եք, դրա համար ոչինչ չի ցույց տալիս, կամ հիվանդ եք խնամում, կամ նմանատիպ ոչինչ մի բան է, որ զբաղվում եք նման գործով եւ առավոտից գնում եք մասաժի օրինակ։ Երեկոյան նոր գայիս եք սկսում եք տատանվել։ Լավ արես տենաս մեջքս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։